Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ չար ոգի էր բռնել, սա գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս: Նա Պողոսի և մեր ետևից ընկած աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ բարձյալն Աստծո ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհները»: Եվ շատ օրեր էր անում այդ բանը: Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ դրա միջից դուրս ելնես»: Եվ նույն ժամին չար ոգին ելավ: Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահի աղբյուրը կտրվեց, Պողոսին և Շիղային բռնելով քաշեցին դեպի հրապարակը, իշխանավորների առաջ ու նրանց բերելով զորագլուխների մոտ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են, իրենք հրեաներ են և մեզ քարոզում են օրենքներ, որ օրինավոր չէ մեզ համար ոչ ընդունել և ոչ էլ գործադրել, քանի որ հռոմայեցիներ ենք»: Եվ ամբոխը թափվեց նրանց վրա: Զորագլուխները պատռեցին նրանց գեստները և հրամայեցին նրանց գանահարել: Եվ նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին ու բանտապետին պատվիրեցին, որ նրանց զգուշությամբ պահի: Սա այսպիսի հրաման ստանալով, նրանց ներսի բանտը նետեց ու նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց: